Հայկ Գրիգորյան։ Պարոն Ավինյան, այս ոնց որ նշեցիք, այս հարցը երկարաժամկետ տարիների լուծում պահանջող եւ բազմաշերտ հարց է։ Ու կարծում եմ սա ամենամեծ բարեփոխումն է, եթե արվի Երևանում, բայց սենց մի հատ ես դիտարկում ունեմ եւ վատ իմաստով չեմ ուզում հնչի, բայց ցանկացած բարեփոխում, որ դուք արել եք վերջի 3 տարին, այդ բարեփոխումները ծավալով ու բովանդակությամբ ավելի փոքր են, բայց որևէ մեկն էլ կյանքի չի կոչվել այնպես, ինչպես որ հայտարարվել է։ Դրա համար ես մի քիչ թերահավատ եմ։ Օրինակ տրանսպորտի գինը երբ որ բարձրացնում էին, ասում էին, որ դա չի աշխատի, դուք նոր ընդունում եք 2 տարի, մի տարի հետո, որ թերհավաքագրում է լինում տրանսպորտում։ Հետո ասում էի կարմիր գիծը կբեռնաթափի, կարմիր գիծը որևէ բան չի բեռնաթափել։ Տելսելին ասում էինք մի տվեք մենաշնոր, միջև հիմա վճարումների հետ խնդիր կա, թե մետրոյում, թե ավտոբուսներում։ Ասում ենք խցանումների խնդիրը կա, դուք հարցազրույց եք տալի, ասում եք դեղինի տակ մարդիկ մտնում են, խցանումները դրանից է։ Սենց հարցերի շուրջ ուզում եմ ասեմ, դուք գոնե վերլուծեք ձեր նախկինում արած բարեփոխումների փորձերը ու հասկացեք ինչ է խնդիրը։ Այս փուլում կարծում եմ Երևանը պատրաստ չի այս անձնակազմով նման լուրջ բարեփոխում անի Կիրճում, որովհետև դա հետք է թողելու տարիներով, դա տրանսպորտի գին չի, որ բարձրացնենք, հետո իջեցնենք։ Դուք նշեցիք, որ ԵՏԻՄ օրենքը, Երևանի ՏԻՄ օրենքը փոփոխվելուց հետո նոր կարող ենք հատուկ պահպանվող գոտի սահմանել։ Ավելի տրամաբանական չի, փոփոխությունները արվեն, ավականին իր լիազորությունների շրջանակում ազատագրի այն մասերը, որոնք հնարավոր են, հայտարարի այդ հատուկ պահպանվող գոտին, նոր հետո այդ գոտու շրջանակներում ինչ-որ նախագիծ բերվի, որովհետև հիմա ի՞նչն է հիմք ընդունվում, այնպիսի տեսքը, որը հիմա կա, բայց այս տեսքը կարող է մի տարի կամ 2 տարի հետո փոփոխվել այդ օրենքի փոփոխությունից հետո։ Այսինքն կարծում եմ ինքը վաղաժամ է այն իմաստով, որ պատրաստ չի Երևանի քաղաքապետարանը այս բարեփոխումը այն ծավալով իրագործի, որով որ հայտարարվել է։ Պարոն Գրիգորյան, ես երևի թե ձեր ընդամենը մի դիտարկման հետ կարող եմ համաձայնել, որ միգուցե ավականու այս կազմով շատ կարևոր եւ խորքային բարեփոխումները շատ դժվար է իրականացնել եւ բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում նաեւ հենց այս դահլիճում հնչող մասնավորապես մեր ընդդիմադիր գործընկերների նարատիվների հետևանքով, որովհետեւ դրանք գիտեք ինչ են խրախուսում, դրանք խրախուսում են անպատասխանատու վերաբերմունք, դրանք խրախուսում են հենց կամահրանք համայնքի եւ համայնքի սեփականության նկատմամբ։ Եվ երբ որ այո, այս դահլիճում այդ տեսակ մտքեր նույնպես հնչում են, 2-3 տարի այդ մտքերը հնչում են ու դա տենց արդեն բոլորս նորմալ ենք համարում, որ տենց կարելի է այդպես անել, միգուցե շատ դժվար է իրականացնել որոշակի բարեփոխումներ, բայց ձեր մատնանշած գրեթե բոլոր ուղղություններով կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել եւ այս 3-4 տարվա ընթացքում կներեք, բայց գազելներից մենք ձերբազատվել ենք եւ ամբողջապես նոր շարժակազմ ունենք, բոլոր ավտոբուսներում ունենք վալիդատորներ, գրեթե տեխնիկական խնդիրները հասցվել են տենց, չգիտեմ, 0.05%-ի եւ իրականում մի X ժամանակ հետո եկավ այդ նարատիվները նաեւ բանանելու, կոտրելու վերջնական ժամանակը, որը որ մենք սկսեցինք իրականացնել, պարոն Գրիգորյան։ Այո, դուք ճիշտ եք ասում, այս կազմով շատ դժվար է իրականացնել այն փոփոխությունները, որոնք որ այս քաղաքին պետք են, որոնք որ շատ դեպքերում ցավոտ են եւ պոպուլիստական չեն, բայց այս քաղաքը դրա կարիքը ունի։ Շատ դժվար է բացատրել, որ ժողովուրդ ջան, եթե մենք տենց տարեց տարի տարեկան մոտավորապես մենակ Երևան քաղաքում գրանցվում է 12-ից 13,000 նոր մեքենա, ել չեմ խոսում հարակից մարզերի մասին, եւ այդ ավտոմեքենաները դառնում են մեր ուղևորահոսքի մասնակից, հա, պարզ ասենք, ուզում է աշխարհի ամենաբարձր մակարդակի արհեստական բանականությամբ լուսափորները դնենք, դրանից իրավիճակը շատ լավը չի դառնա։ Այդտեղ պետք են որոշակի նոր կարգավորումներ եւ սահմանափակումներ։ Եվ ես վստահ եմ, հենց այդ կարգավորումները եւ սահմանափակումները մենք այստեղ բերենք,
մեր ընդդիմադիր գործընկերները ամենահնարավոր պոպուլիստական լոզունգներով հենց այս նույն ամբիոնից հանդես կգան, որովհետև իրականում ես մի բան պետք է արձանագրեմ, մենք այս դահլիճում շատ դեպքերում իրական խնդիրները չենք քննարկում, մենք քննարկում ենք այն ինչ այդ պահին, օրինակ ինչ որ մի խմբակցություն կարծում է, որ ավել ռեյտինգ իրենք ապահովի շատ կարճաժամկետում։ Մենք այդ կարճաժամկետի մասին չենք մտածում, ենք մտածում, որպեսզի քաղաքում այս փոփոխությունները տեղի ունենան, եւ կներեք էլի, բայց պարոն Գրիգորյան, ասենք հանրային տրանսպորտը գոնե օրինակ մի բերեք, ասենք կոպեկ գողանալուց մենք հասել ենք ամբողջապես թվային լուծումների եւ անհպում բաների, չգիտեմ, ասենք վճարումների ամբողջական տրանսպորտում, իր բոլոր դժվարություններով եւ այն կներեք հիմար նարատիվներով, որ մենք տենց սնուցել ենք ժողովրդին, որ եկեք էս անենք, հիմա ամեն մի թափ-թփուկ կներեք արտահայտությանս համար խուլիգան, ասենք խուլիգան, բառից բուն իմաստով խուլիգան, ասենք կարա բռնության ենթարկի վարորդին ու դե ասի ես բոյկոտ էի անում, այ քեզ բան, արձագանք։ Պարոն Ավինյան, դուք գազելները նշեցիք, բայց երբ որ դուք վարորդների վրա արդեն դնում եք պարտավորություն, որ իրանք պետքա նաև դրամի վճարմանը հետևեն, դուք էլի հետ եք գալիս այդ հին բարքերին, ու այդ ձեր ասած խուլիգանական դեպքերն է դրա հետևանք են։ Բայց ամենակարևորը, դուք ունեք մեծամասնություն ավականում ու ավականին ձեզ չի խանգարում որևէ բարեփոխում անելու։ Այստեղ իմ ասած էությունը դուք բաց թողեցիք։ Իմ ասած էությունը հետևյալն էր, որ ձեր ցանկացած բարեփոխման մեջ փորձեք գտնել այն թերացումները, որոնք որ ակնհայտ են, դուք էլ լավ գիտեք, որոնք են։ Դուք խցանումներից եք խոսում ու լուծումը ասում եք շատ բարդ է, որտեվ 12000 ավտո կա։ Դեռ 23 թվականին մենք առաջարկել ենք մեր խմբակցությունը, որ փոքր կենտրոնում շինարարությունը մի թույլատրեք այս ծավալի, չէ՞ որ այդ ավտոները կարող են գնել 3000 անգամ ավել ավտո օրեկան։ Բայց այդ ավտոները ինչու են գալի փոքր կենտրոն։ Իրանց գալու նպատակը պետք է հաշվի առնենք, ոչ թե ավտոների գնման արագությունը։ Ու դուք ասում եք հարցերից չեք ուզում խոսալ, բայց ես հիմա շատ դետալներով ձեզ ասում եմ խցանումները ինչ են առաջացել, դուք ասում եք ավտոմեքենաների քանակը ավելանում է, դրանից են առաջանում։ Այո, սա արեք սահմանափակումներ, բայց սահմանափակումներից առաջինը պետք է 23 թվականին անեիք, երբ որ սկսեիք դադարեցնել Երևանի փոքր կենտրոնում բազմահարկ շենքերի թույլտվությունների տրամադրումը։ Պարոն Գրիգորյան, մենք հիմա կարող ենք տենց տարատեսակ գործի հետ կապ չունեցող ինչ-որ բաներից խոսել եւ արդարացումներ փնտրել, ասենք, չգիտեմ, մեկը մյուսի հետ կապ չունեցող, էլի, ասենք, պատճառահետևանքային գրեթե տենց մինիմալ իրար հետ կապ ունեցող բաներից խոսել, որովհետեւ ասենք կենտրոնում հիմնականում ինչ թույլտվություններ տրվել էին, արդեն իսկ տրված էին ի սկզբանե վերջին 4 տարիներին միայն, այսպես ասած, տենց մոտավորապես շարունակականությունն է ապահովել, շատ մեծ ծավալի շինարարության թույլտվություններ, համենայն դեպս իմ օրոք հատուկ տենց, որոնք որ շարունակական ծրագրեր չեն, ասենք, մի 10 տարվա իմ կողմից չեն տրվել նոր հատվածներում։ Բայց դրա մասին չի խոսքը, պարոն Գրիգորյան։ Երբ որ ես խոսում եմ, որ այս դահլիճում հնչող նարատիվները այո ազդում են եւ դրանք տենց այնուամենայնիվ իրենց ազդեցությունը թողնում, դա միանշանակ է։ Եվ հիմա գիտեք, այդ որ ասում եք վարորդներին դուք ինչ որ բան եք, Ժորժ ջան, դա նորմալ պրակտիկա է միջազգային 1, մեր վարորդները ստանում են նորմալ արտաժամյա եւ բավականին բարձր աշխատավարձ 2, որովհետեւ մենք կարողանանք այդ աշխատավարձը պահել։ Մեր ավտոբուսները վերանորոգել, վաղը մյուս օրը էլի նոր ավտոբուսներ գնել, 2031 թվականին նոր մեծ խմբականակ ունենք առնելու, նախորդը արդեն փոխարինելու համար։ Այս ամեն ինչը կազմակերպելու համար պետք է կարողանանք հավաքագրել։ Հա, հիմա տենց կարանք ասենք, վայ, էս ինչ եղավ։ Եղավ այն, որ Ժորժ ջան, այս ամբիոնից ասում եք, դե եկեք բոյկոտենք, հիմա ասում եմ հարբած մի հատ թափ-թփուկ, ասում է ես բոյկոտ եմ անում, հետո էլ հարձակվում է վարորդի վրա։ Ով է մեղավոր վարորդը, որ ասում է օրինական պահանջ է ներկայացնում, ասում է եղբայր վճարի։ Դա իր պայմանագրային պարտավորությունն է, նաև նրա համար, որ ինքը ստանա բարձր աշխատավարձ։ Եվ այո, աշխարհում բոլոր տեղերում սա արվում է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։